Հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակի օրը։ Նշենք, որ Սուրբ Սարգիսը քրիստոնեական հավատքի համար նահատակված զորավար է, որ հայտնի է նաև երիտասարդների և սիրո բարեխոս։ Ասում են այսօր այս երեկո աղի պլիտ ուտելու օրն է, այդ ճաշակելու եք աղի պլիտ, արդյոք հավատում եք այդ ժողովրդական ավանդույթին։ Միանշանակ հավատում եմ, քանի որ ավանդույթ դարձած արդեն ամեն տարի այսպես նշում ենք, մշտապես եկեղեցու բակում այսպես տոնի է վերածում Սուրբ Սարգիսը, եւ տոնը իր միանշանակ մեծ խորհուրդն ունի, նաև այն մարդիկ, ովքեր մտքում պահել են իրենց անծանոթին, ով ուզում է դառնալ իր ընտրյալը, միանշանակ այս գիշեր տեսնելու է։ Ես հավատում եմ։ Ինչպիսին են ակո պատկերացումներում։ Պատկերացումներ դեռևս չեմ կազմել, որպես այդպիսին իդեալ չեմ ստեղծել, հուսով եմ ես կգտնեմ քեզ։ Գյումրու Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցու բակում հրայր քավանդական բարի խումբը և Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցասեր երիտասարդաց միությունը ավանդական երկու պարով միավորել էին երիտասարդներին սիրո բարեխոս Սրբի տոնը միասին նշելու, բայց միայն ժամերգությունից ու քարոզից հետո։ Քիչ է, որ ընդունում եք, որ Աստված կա։ Քիչ է, որ ընդունում եք, դե գնանք եկեղեցի, աղոթենք Աստված մեզ կլսի։ Դևերներ գիտեն, որ Աստված կա, տեսնում են, բայց չեն փրկվում, չէ։ Ուրեմն պետք է աշակերտ դառնանք, որոշում կայացնեք, որ դուք պիտի սովորեք Հիսուսից։ Ոնց եկեղեցում այդ հնարավորությունը կա, այս դռները բաց են։ Աղի բլիթն ու փոխինձը Սուրբ Սարգսի տոնի ավանդական ուտեստներից են, որոնք ժամանակի ընթացքում դարձել են տոնի մշակութային բաղադրիչը։ Սակայն տոնի ամենակարևոր շերտը հոգևորն է, հիշատակությունը Սրբի վարքի, նահատակության և հավատքի հաղթանակի մասին։ Եկեղեցական կրոնական մտածողության մեջ մենք գիտենք հավիտենական կյանքի Աստծո առկայության, իրականության մասին, հետևաբար ուրեմն սուրբերը չեն համարվում վերջացածներ, այլ համարվում են երկնքի բնակիչներ։ Այսինքն ողջեր, եւ եթե ողջեր են, մենք իրենց հետ սկսում ենք կապի մեջ մտնել։ Իրենց բարեխոսությունը խնդրելով մեր կյանքի դժվար պահերին զորակցություն ստանալու համար։ Եվ միևնույն ժամանակ, եթե խնդրում եմ բարեխոսություն, բնական է, ես պիտի կարողանամ իմ կեցվածքով գոնե նույն սուրբին, այսպես ասած, վստահեցնեմ, որ ես ձգտում եմ իր ապրածը իմ օրերում կրկնելու։ Սրբոց տոների հիշատակությունը քրիստոնեական կյանքում նպատակ ունի նորից սնուցել ու կերտել հավատացյալներին տվյալ Սրբի վարքով։ Սուրբ Սարգիսն այս շղթայի կարևոր օղակներից է։ Թեև նա քրիստոնեությունն ընդունել է այլ վայրում, սակայն պատմական իրադարձությունների արդյունքում նրա մասունքները բերվել են Հայաստան։ Պատմական վկայությունները նշում են, որ Սուրբ Սարգիսը նահատակվել է իր որդու Մարտիրոսի հետ միասին։ Եկեղեցական պատմության մեջ սա ծնող զավակ հարաբերության ամենացայտուն օրինակներից մեկն է։ Մի վկայությունը, թե ինչպես ծնողը հաշվի չառնելով ցավն ու կսկիծը աշխարից գալացող, բխող, բայց իր զավակի եւ ընդհանրապես իր ներքին համոզումի առկայության, հավիտենականության մասին իր պատկերացումներում աշխարհի բոլոր տեսակի ցավ ու կսկիծները ոտնահարում է իր զավակին առկայական պսակին արժանի դարձնելու համար։ Եվ սա շատ լավ ուսուցչություն է այսօր մեր ծնողավարության համար։ Այսօր արդեն Սուրբ Սարգսի տոնի առիթով մատուցվել է Սուրբ Պատարագ եւ հավատացյալները Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցուց խաչվառներով ու շարականների երգեցողությամբ ուխտերթով շարժվել են դեպի Սուրբ Սարգիս մատուռ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյանն այսօր։
Այսօր Հայաստանի Հանրապետությունում բուերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի հերթական երրորդ քննական օրն է։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր օտարլեզու առարկայից քննություն կհանձնեն 7321 դիմորդներ։ Այդքան էլ արված չենք։ Օտարլեզվի միասնական քննությունը ամենամեծն է դիմորդների թվով։ 7321 դիմորդից 2651-ը Երևանում են, 4670-ը մարզերում։ Շիրակի մարզում օտարլեզվի քննությանը մասնակցում է 549 դիմորդ, 541-ը հանձնում է անգլերեն, 6-ը գերմաներեն, 2-ը ֆրանսերեն։ Տարբեր մասնագիտություններ են ընտրել ավարտական դասարաններում սովորող աշակերտները, կրկնուսույցի մոտ պարապել են, ասում են գիշերն էլ չեն քնել։ Ընդհանրապես զբոսաշրջություն, որովհետև ինձ հետաքրքիր է այդ ոլորտը։ Պարապել եմ մի տարի, էլի հայոց լեզուն եմ հասնել։ Ստորի գալիս է դրամար։ Որոշեցի վերցնել։ Տրամադրված եմ լավ, ուղղակի մի փոքր լարված։ Միջմշակութային հաղորդակցություն, հաջորդիվ հայոց լեզու քննություն ստվել եմ, վերջինը անգլերենն է։ Երևանում։ Գիշերները անհաշվելի։ Մի տարի ու կես պարապել եմ։ Գյումրու 4 քննական կենտրոններից թիվ 10-ը ամենամեծն է։ Այստեղ հայտակրված է 142 դիմորդ միայն անգլերենից։ Վերոնիշյալ 6 դիմորդը կհանձնի գերմաներեն, 2-ը ֆրանսերեն առարկաների քննություն։ Անգլերենից գրանցվել է 2 բացակա։ 5-րդ օրը իրենց պատասխանները կուղարկվի, բայց մենք քննության ավարտի ժամանակ, երբ որ իրենք հանձնում են իրենց ձևաթուղթը թեստը, ձևաթուղթը պատճենը հանում ենք իրենց ենք տրամադրում, քննության ավարտից հետո մեր կայքում ETC-ԿՏ կայքում տեղադրվում են պատասխանները եւ թեստերը, իրենք արդեն մոտավորապես գիտեն ինչ միավոր են հավաքել։ Քննության մեկնարկը տրվել է սահմանված կարգով, դիմորդները ստուգվել են մետաղորսիչ սարքով, հեռախոսներն ու ավելորդ իրերը հանձնված են։ Քննությունն անցնում է կազմակերպված ու հանգիստ մթնոլորտում։ Հարգելի դիմորդներ, քննական թեստը ստանալուց հետո ուշադիր ստուգեք թեստը եւ պատասխանների ձևաթուղթը։ Եթե դրանցում կան պակասող, պատրված էջեր կամ անընթեռնելի հատվածներ, դիմեք մեզ։ Ստուգման այդ գործընթացը կազմակերպվել է բոլորի մոտ, եթե եղել են հեռախոսներ, իրենք հանձնել են իրենց հեռախոսները եւ ավելորդ իրերը, մնացածը նորմալ է։ Ընդունելության քննությունների մեջ երեխաները ավելի հանգիստ են դառել։ Այդ շատ մեծ ոսոր առավելություն էր։ Առավել հանգիստ եւ վստահ մթնոլորտի ձևավորմանը նպաստել է նաեւ միասնական քննությունները 2 փուլով անցկացնելու կարգի հանգամանքը։ Շատ լավ հնարավորություն է բոլորիս համար։ Եկել ենք այս առաջի փուլը մեր ուժայը փորձելու համար, իսկ երկրորդում արդեն անհանգիստ չենք լինի եւ կհանձնենք։ Դե իմ կարծիքով շատ լավ է, որ հնարավորություն կա 2 անգամ հանձնել, բայց ես հույս ունեմ, որ այս կտամ կվերջացնեմ։ Այսպիսով օտարլեզվի քննությունից հետո ընդունելության առաջին փուլում դեռ շարունակվելու են հիմնական առարկաների քննությունները։ Դրանք կավարտվեն փետրվարի 8-ին քիմիա եւ հայոց պատմություն առարկաների քննությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանեսյան այսօր։ Թվայնացման աշխատանքներից մինչև ճանապարհների նորոգում, ավիացիայից մինչև սուբվենցիոն ծրագրեր 2025-ն ամփոփեցին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում։ Դավիթ Խուդացյանն անդրադարձավ նախ թվայնացման ուղղությամբ կատարված աշխատանքներին։ Ամբողջությամբ թվայնացվել է պետական գույքի աճուրդների գործընթացը, գործարկվել է e-auctions ԿՏԵՄ կայքը եւ 2025-ին իրականացվել է 2500-ից ավելի աճուրդ, օտարվել է 545 միավոր անշարժ եւ շարժական գույք։ Ծանրակարճ եւ մեծ եզրաչափերով տրանսպորտի թվայնացման մասով հարթակը եւս գործում է սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հարթակի օգնությամբ տրամադրվել է 145 թույլտվություն։ Մյուսը թվայնացման մասով կրկին պարոն վարչապետ ձեր հանձնարարականն է, խոսքը վերաբերվում է տեսել եմ հավելվածին, քաղաքացիները հավելվածի միջոցով կարողանում են համայնքում նկատած խնդիրները հասցեագրել եւ համայնքներին եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը։ Նախարարն անդրադարձավ նաև Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրին։ Հրազդան համայնքում կառուցվել է հանրապետությունում առաջին սանիտարական նորմերին համապատասխան աղբավայրը, որը շահագործվում է անցած տարվա հուլիսից։ Նախորդ տարի մենք կոշտ թափոնների կառավարման այդ նոր համակարգը ներդրեցինք, ունենք արդեն ինչ որ հետևություններ, ինչ է կատարվում եւ ոնց աշխատում համակարգը։ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզում 16 համայնքների համար էր նախատեսված, այս պահին 10-ում 10-ի 71 բնակավայրերում իրականացվում է այս եղանակով, մյուսների մասով փոխաբեռնման կայանները ամբողջությամբ պատրաստ են, տեխնիկան
ամբողջությամբ մատակարարված է։ Արտունիում էլի գրեթե ավարտական գործընթաց ունենք մարտ-ապրիլ ամիսներին։ Այսինքն պետք է հավաքեն միտեղ Ընդեղից տեղափոխեն աղբավեր։ Այնտեղից կա հատուկ տեխնիկա, որը սեղմող տեխնիկա է, ինքը ծավալները ավելի փոքրացնում է եւ արդեն տեղափոխվում է այն աղբավեր, որտեղ այցելել ենք։ Այսինքն համակարգեսպայնքային տոկոսով է գործում։ Շուրջ 70%-ով, 60-ից ավելի։ Եվ հետևությունները ինչ են տպավորությունները։ Պարոն վարչապետ, շատ ավելի նորմալ է իրականացվում, քան երբևէ իրականացվել է։ Դե նույնը նաև աղբավայրին է վերաբերվում, գոյություն ունեցող աղբավայրը ընդհանրապես կապ չունի նախկինում ունեցած աղբավայրերի հետ։ 2025-ի ճանապարհաշինության կարևոր ծրագրերից է Հյուսիս-հարավը, ավարտվել է Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը, ամենահարավում Ագարակից Քաջարան գործն ակտիվ փուլում է, Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հյուսիսային ենթակառուցվածքների, Վարգուշատի թունելի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկային տարբեր փուլերում են։ Ընդհանրապես Հյուսիս-հարավի եւ մեր մյուս կառուցված ճանապարհների հետ կապված մեր կարգավորումները ինչպիսին են, մենք վթարների եւ այլնի արդյունքում այդ կողմնակների շարքից դուրս գալուց հետո դրա վերականգնելու process-ը ինչպիսին է, որովհետեւ ելնում են, որ ասենք միտեղ վթար ա եղել, ջարդված է, անցնում ես 1 նույնն է, 2 նույնն է, 3 նույնն է, 4 նույնն է, 5 նույնն է, ասենք մենք հստակ սահմանված ընթացակարգ ունենք, ոնց ով պետքա դա անի, ինչ ժամկետներում, ով է մոնիտորինգ անում։ Պարոն վարչապետ, վթարներից եւ մյուս դեպքերի հետ պայմանավորված պիտի իրականացնի ճանապարհը սպասարկող ընկերությունը։ Հյուսիսարավի դեպքում այդ ընկերությունները կառուցողներն են որոշակի ժամկետ։ Իսկ կներեք, իսկ ապա համակարգի մեջ այդ վնասի փոխհատուցում մտնում է։ Նախ մենք պետք է ունենանք ստանդարտ։ Մենք պետք է հստակ կանոնակարգենք, վնասվել է, պետք է ծավալի հետ փոխկապակցության մեջ մենք հստակ ժամկետ բերենք, ասենք այսքան ժամանակում պետք է վերականգնվի։ 2025 թվականի ընթացքում իրականացվել է շուրջ 504.5 կիլոմետր ճանապարհահատվածի հիմնանորոգում, միջին նորոգում, կառուցում եւ վերակառուցում։ Նախարարը ներկայացրեց նաեւ քաղաքացիական ավիացիայի բնագավառում իրականացված աշխատանքները, Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայաններից մի շարք ուղղություններով մեկնարկել են նոր միջազգային չվերթներ։ Նախորդ տարի գրանցվել է ուղևորահոսքի բացառիկ աճ։ Դավիթ Խուդացյանը խոսեց նաեւ 2025 թվականին իրականացված սուբվենցիոն ծրագրերից։ Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից ընդհանուր հատկացվել է 61 միլիարդ դրամ, որից 33.2 միլիարդ դրամը հատկացվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչը շուրջ 200%-ով ավել է 2025 թվականին բյուջետավորումից։ Պիտի ասեմ, որ այս թիվը երբևէ համաֆինանսավորած ամենամեծ ծավալն է 2019 թվականից սկսած։ Հրատապ ծրագրերի մասին մարզերում իրականացվել է կապիտալ բնույթի 36 ծրագիր, ընդհանուր արժեքը ավելի քան 2 միլիարդ 646 միլիոն է։ Մասնակցային բյուջետավորման 31 ծրագիր է իրականացվել 17 համայնքում, ընդհանուր 1.2 միլիարդ դրամ արժեքով։ Եթե անդրադառնամ էներգետիկ ոլորտին, կուզեմ ընդհանուր թվով նշել, որ Հանրապետությունում նախորդ տարվա ընթացքում արտադրվել է 9 միլիարդ 721 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա, ինչը շուրջ 5.8% ավել է 2024 թվականի համեմատ։ Այս պահին արևային էներգիայի ծավալը դրվածքային հզորությունը Հանրապետությունում 1100 մեգավատ է, ինչը 2024 թվականի համեմատ ավել է 43%-ով։ Ջրային ոլորտում առաջնային է սահմանվել օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցումը, նախատեսված 10-ից 3-ը կառուցված է, մնացածը գտնվում են շինարարական եւ մրցութային տարբեր փուլերում։ Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից պետական բյուջեի մուտքագրվել ավելի քան 1 միլիարդ 55 միլիոն դրամ, աճը կազմել է 32.24%։ Նախարարությունը 2025 թվականի ընթացքում կատարված աշխատանքների համար պետական բյուջեից փաստացի ծախսել է 293.5 միլիարդ դրամ։ Հունվարի 26-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որին մասնակցեցին ազգային ժողովի падգամավորները կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ։ Հունվարյան նստաշրջանում Հայաստանին անցած քվոտայով Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ։ Տասնամյակների պատմություն ունեցող կառույցում տարին մեզ համար հոբելյանական է այս տարի լրանում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանի անդամակցության
ազատության 25-ամյակը։ Այդ շրջանակում հատուկ հյուրի կարգավիճակում վեհաժողովականներին ելույթով դիմեց մեր երկրի արտաքին գործերի նախարարը։ Հայաստանի անդամակցությունից ի վեր Եվրոպայի խորհուրդը նշանակալի դեր է խաղացել ժողովրդավարական արժեքների նկատմամբ հույսի սնուցման գործում, շեշտել է Արարատ Միրզոյանը։ Եվրոպական այս բարձր ամբիոնից արտաքին գործերի նախարարը փոխանցեց մեր երկրի ձգտումներն ու փաստեց, որ Հայաստանը կատարել է հստակ եւ գիտակցված ընտրություն հօգուտ խաղաղության։ Եվրոպական քաղաքական հարթակում աշխարհում ընթացող գործընթացներն էին, օրակարգից անմասն չէին Հայաստանում ընթացող զարգացումները։ Այս համատեքստում ձմեռային նստաշրջանում ընդունվեց վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը վերտառությամբ բանաձև։ Փաստաթղթում մեր երկրին վերաբերող հատվածում կառույցը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ։ Ադրբեջանին վերաբերող հատվածում էլ ի թիվս այլ ուղղությունների կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Խոսելով խաղաղության օրակարգից Միրզոյանն ընդգծեց, որ Ադրբեջանում դեռևս պահվող հայ գերիների ազատ արձակումն, ինչպես նաև անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ համագործակցությունն անկասկած կդառնան հաշտեցման գործընթացին ուղղված էական ներդրում։ Ձմեռային նստաշրջանում վեհաժողովականները Փեթրա Բայերին ընտրեցին Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի նոր նախագահ Տիկին Բայերը Ավստրիայից է։ Լիագումարում քննարկվեցին եւ քվեարկվեցին մի շարք արդիական խնդիրներին առնչվող զեկույցներ։ Կառույցը 98 կողմ 14 դեմ ձայներով ընդունեց նաև մեր երկիրը ներկայացնող падգամավոր Սոնա Ղազարյանի զեկույցը ժողովրդավարությունների ամրապնդումը երիտասարդների միջոցով մասնակցությունից մինչև համատեղ պատասխանատվություն։ Այս վերնագիրն է կրում փաստաթուղթը։ Հեղինակման մեկնարկը տրվել է մի քանի տարի առաջ, երբ որ հանձնաժողովում քննարկման արդյունքում ծնվեց նման զեկույց ունենալու անհրաժեշտությունը, եւ ես հայտ ներկայացրեցի այն հեղինակելու Փարիզում մի քանի անգամ լսումներ եմ կազմակերպել եվրոպական ՀԿ-ների մասնակցությամբ եւ ԵԽ-ի կառույցների մասնակցությամբ եւ քարտուղարության աջակցությամբ գրվել է այս զեկույցը, որի թիրախն էր երիտասարդությունների ակտիվ քաղաքական մասնակցության խթանը։ Այսինքն երիտասարդներին ոչ թե ներգրավել արդեն իսկ գրված ռազմավարությունների շուրջ դիրքորոշում հայտնելու համար վերջնական փուլում, այլ դրանք գրելու ընթացքում։ Նշենք, որ Սոնա Ղազարյանը Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում ընտրվեց երիտասարդության եւ ապագայի հասարակության ենթահանձնաժողովի նախագահ եւ ALDE քաղաքական ուժի փոխնախագահ։ Մեծ պատասխանատվություն է ինձ համար եւ նաեւ հնարավորություն Հայաստանի Հանրապետության վերաբերյալ հարցերը նաեւ քննարկելի դարձնել քաղաքական խմբում, քաղաքական խմբի բյուրոյում եւ այսպիսով նպաստել հայանպաստ միջավայրի ձևավորմանը նաեւ ներ խմբային քննարկումներում, թերևս պետք է բայց նաեւ նշեմ, որ ALDE քաղաքական խումբը Հայաստանի վերաբերյալ բոլոր բանաձևերի քննարկման ընթացքում ընդգծված դրական վերաբերմունք ուներ եւ ունի։ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի կանոնակարգի էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահի պաշտոնում էլ ընտրվեց ազգային ժողովի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Հանձնաժողովը պատասխանատու է վեհաժողովի կանոնակարգի լրամշակման, փոփոխման, լավարկման, падգամավորների էթիկական վարքագծին գնահատական տալու եւ падգամավորական անձեռնմխելիության հարցերի քննության համար։ ԵԽԽՎ մարդու իրավունքների ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնն էլ ստանձնեց Արուսյակ Ջուլհակյանը։ ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում, նույնիսկ ավելի մեծ, քան եղել է Վենեսուելայի ափերի մոտ։ Սպիտակ տանը լրագրողի հարցին արդյոք գործարք կնքելու համար Թեհրանին վերջնաժամկետ ներկայացվել է, Դոնալդ Թրամփը պատասխանել է. այդ մասին գիտեն միայն իրանցիները։ ԱՄՆ նախագահը նաև հստակ պատասխան չի տվել հարցին, արդյոք Վաշինգտոնն Իրանի դեպքում կկրկնի վենեսուելական սցենարը, երբ ամերիկյան ուժերը կարակասում ձերբակալեցին Նիկոլաս Մադուրոին։ Թրամփը նշել է, որ չի ցանկանում խոսել ռազմական հարցերի մասին։ Նա միայն հիշեցրել է, որ Իրանի ուղղությամբ հզոր նավատորմ ունեն։ ԱՄՆ նախագահը համոզմունք է հայտնել, որ Թեհրանը ցանկանում է գործարքի հասնել։ Իրանի արտգործնախարարն արձագանքել է ԱՄՆ-ից հնչող նախազգուշացումներին, հայտարարել, չեն պատրաստվում բանակցությունների առարկա դարձնել Իսլամական Հանրապետության պաշտպանական եւ հրթիռային կարողությունների հարցը, առավելևս փոխզիջումների գնալ։ Իրանի ժողովրդի անվտանգությունը ոչ մեկի գործը չէ, կընդլայնենք մեր պաշտպանական կարողությունները։ Եթե բանակցությունները արդար լինեն, Իրանը պատրաստ է մասնակցել դրանց, մանրամասնել է Աբբաս Արաղչին։ Նա հավելել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև հանդիպման ծրագրեր դեռևս չկան։
Բազմիցս ասել ենք, պատրաստ ենք բանակցել, բայց պատրաստ ենք նաև պատերազմի, շեշտել է իրանցի դիվանագետը։ Թեհրանից նախազգուշացրել են, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակման դեպքում թիրախում կհայտնվի նաև Իսրայելը։ Ռուսաստանի նախագահը Կրեմլում ընդունել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին, հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանց այլ մանրամասներ հայտնելու։ Ըստ ռուսական լրատվամիջոցների Պաշտոնյայի այցի մասին նախապես հայտարարված չի եղել։ Մոսկվայում Իրանի դեսպանի տվյալով պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև Մերձավոր Արևելյան եւ միջազգային հարցեր։ Հունվարի 16-ին Վլադիմիր Պուտինն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ էլ քննարկել Իսլամական Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Երկու առաջնորդներն ընդգծել էին Իրանում եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան եւ Ռուսաստանը մոտ են հակամարտության կարգավորման գործարքի կնքմանը։ Նրա խոսքով Աբու Դաբիում օրերս մեկնարկած բանակցություններն արդյունավետ են եղել եւ առաջիկա հանդիպումներում էլ կարող է առաջընթաց գրանցվել։ Զելենսկին եւ Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը, այնուամենայնիվ կարծում եմ լավ հնարավորություններ ունենք, նշել է ԱՄՆ նախագահը։ Աբու Դաբիում հունվարի 23-ից 24-ը կայացած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ Կիևի ու Մոսկվայի թիմերին հաջողվել է հաղթահարել մի շարք տարաձայնություններ, սակայն դեռ մնում է տարածքների եւ անվտանգության երաշխիքների հարցը։ Ակնկալվում է, որ հանդիպումները կշարունակվեն, սակայն արդեն առանց Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի եւ Ջարեդ Քուշների մասնակցության։ Ինչ վերաբերում է ավելի վաղ Վաշինգտոնի միջնորդությամբ հայտարարված էներգետիկ հրադադարին, Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հունվարի 30-ին ռուսական ուժերն ընդհանուր առմամբ չեն հարվածել ուկրաինական էներգահամակարգին։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմը եւս հայելային կերպով դադարեցրել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Կուբայի արտաքին գործերի նախարարը միջազգային արտակարգ դրություն է հայտարարել ի պատասխան ԱՄՆ գործողությունների։ Կուբայի ժողովուրդը կարծում է, որ Միացյալ Նահանգների կառավարության հետ մեր հարաբերություններում ստեղծված իրավիճակն անսովոր եւ արտակարգ սպառնալիք է ներկայացնում, նշել է Բրունո Ռոդրիգեսը։ Նա հակակուբայական եւ նեոֆաշիստական է որակել ԱՄՆ վարած քաղաքականությունը։ Հունվարի 30-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ընդունել, որով ազգային անվտանգության ոլորտում արտակարգ իրավիճակ է հայտարարել Կուբայից բխող ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ Հրամանագիրը նաև թույլ է տալիս Միացյալ Նահանգներին լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել այն երկրներից ներմուծվող ապրանքների համար, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ են մատակարարում Կուբա։ Ըստ ամերիկյան կողմի ազատության կղզու իշխանությունները գործակցում են Միացյալ Նահանգների նկատմամբ թշնամաբար տրամադրված երկրների եւ խմբավորումների հետ, այդ թվում Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, ինչպես նաև Համասի եւ Հզբոլլահի հետ։ Տարատեսակ հրդեհավտանգ իրավիճակներ, ճանապարհների տարբեր հատվածներում քարշակումներ, վթարներ, նաև կենցաղային հարցեր։ Բարեբախտաբար Սյունիքում աղետաբեր դեպքեր չեն արձանագրվել։ Մարզային փրկարարական վարչության պետը ամփոփում է 2025-ն ու նշում, տարածքային ստորաբաժանումների համար անցած տարին ծանրաբեռնված էր։ Ճգնաժամային կառավարման կենտրոնը 87043 զանգ է ստացել, ինչը 2024-ի համեմատ 7510-ով ավելին է։ Զանգերի մասով փրկարարծառայությանը վերաբերելի դեպքեր եղել են 1308-ը, 1308 դեպքերին մենք արձագանքել ենք օգտագործելով 3575 մարտական հաշվարկ եւ օպերատիվ խմբեր, ընդհանուր առմամբ կարելի է բնութագրել որպես բավականին ծանրաբեռնված ու դեպքերով հագեցած տարի։ Անցյալ տարի հրդեհներից զգալի աճ կար մարզում, 579 դեպք է գրանցվել, ինչը 284-ով ավելին է նախորդ տարվա համեմատ։ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով մարզում թիվ 1 խնդիրը շարունակում են մնալ հրդեհները, պայմանավորված տարբեր հիմնականում մարդկային գործոնով։ Բնակելի տարածքներ, շինություններ, անտառային հատվածներ, փրկարարներին հաջողվել է մեկուսացնել կրակի տարածումը Սյունիքի տարբեր հատվածներում։ Հրդեհների կանչերը մենք բավականին մեծ, այսպես ասած, պիկի հանդիպեցինք նոյեմբեր ամսին, կոնկրետ անցած տարվա, նամանավանդ անտառամերձ հատվածներում մենք բավականին շատ դեպքեր ունեցանք։ Հիմնականում ես նաև կուզեի այդ մասով մեր քաղաքացիներին հորդորել ավելորդ ինքնավստահություն չդրսևորել իրենց այգիների չորխոտը վառելուց կամ անտառամերձ հատվածում իրենց արոտավայրերում, չորխոտը վառելուց նախ մենք բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, որ չորխոտը վառելիս միայն բուսական շերտը վնասում են, այսինքն ավելի վատ է լինելու բերքը, քան թե չվառելու դեպքում կլիներ։
Մենք նաև այդ ուղղությամբ շարունակում ենք իրազեկման աշխատանքները մարզի ողջ տարածքում, անցած տարի 296 իրազեկման աշխատանք ենք իրականացրել քաղաքացիների հետ։ Տարածաշրջանի բարդ ռելիեֆը հաշվի առնելով նախորդ տարի քիչ չեն եղել նաև եղանակով պայմանավորված միջադեպերը։ 288 բեռնատար է քարշակել փրկարարական ծառայությունը, իսկ նոր տարին մեկնարկել ուժեղացված ծառայությամբ։ Հունվարի 29-ի դրությամբ միջպետական մայրուղին փակվել է 12 անգամ։ Միայն ուժեղացված ծառայության ժամանակ փրկարարծառայության ստորաբաժանումների կողմից քարշակվել է ճանապարհի երթևեկության մասնակիցների խոչընդոտ հանդիսացող 121 մարդատար մեքենա, 80 բեռնատար մեքենա, քաղաքացիներից առաջին օգնության կետեր օգնության են դիմել 36 քաղաքացի, որից 12 օգտակար քաղաքացի, այսինքն աշխատել ենք, այսպես ասած, բեռնված ռեժիմով բավականին։ Սովորական ահազանգերից ու ամենօրյա կանչերից զատ հունվարյան 2 օր տևած բքի հետևանքով 321 մարդատար եւ 53 բեռնատար մեքենաներ են քարշակվել։ Ընդհանուր առմամբ այդ օրերին 1822 քաղաքացու ցուցաբերվել է իրավիճակից բխող տարբեր օգնություն։ Դավիթ Հովհաննիսյանը նշում է, չնայած նրան, որ գրեթե միշտ աշխատում են 24/7 ռեժիմով, բայց Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը հունվարի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքային ոստիկանության գլխավոր վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։ Անդրադառնալով աշխատանքի կազմակերպմանը Կամո Ցուցուլյանը կարևորել է ստորաբաժանումների պատասխանատվության գոտիների վերլուծությունն ու խնդիրների գույքագրումը։ Ըստ նրա աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է յուրաքանչյուր տարածքի առանձնահատկություններից բխող թիրախային միջոցառումների իրականացմամբ ու ոստիկանության հենասյունային մյուս ուղղությունների հետ սերտ համագործակցությամբ։ Ոստիկանության պետը հանձնարարել է հակաօրինական ցանկացած դրսևորման դեմ ծավալել անաչառ ու հետևողական պայքար, նշելով, որ յուրաքանչյուր ստորաբաժանման ղեկավար պետք է ցուցաբերի վճռականություն ու պատասխանատվություն, իր վարքով ձևավորելով ոստիկանի օրինակելի կերպար։ Կամո Ցուցուլյանը հրահանգել է ակտիվացնել հրազենի գործադրման փանցագործությունների կանխման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները, կատարելագործել ընտանեկան բռնության եւ անչափահասների կողմից կամ նրանց նկատմամբ կատարվող իրավախախտումների կանխարգելման գործիքակազմերը։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ Կարեն Հակոբյանը ամփոփ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները վստահեցրել է, որ վարչության եւ տարածքային ստորաբաժանումների ողջ ռեսուրսը կուղղվի նախանշված առաջնահերթությունների իրագործմանն ու բացթողումների շտկմանը։ Քննարկվել են նաեւ կարգապահական, մասնագիտական պատրաստվածության եւ ծառայողական բնույթի այլ հարցեր։ Ծառայողների աչքից վերջին օրերին արձանագրված բացահայտումների մեջ կան նաև նման դեպքեր, այդպիսին էր հենց ներկայացվող առաջին դեպքը։ Հունվարի 22-ին ժամը 11:30-ի սահմաններում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կիլոմետրին կանգնեցրել են Նորատուս գյուղի բնակչի վարած ՎԱԶ-21213 մակնիշի ավտոմեքենան, որի շարժիչի ծածկոցի տակ հայտնաբերվել է 74 հատ սիգ, ձկան ընդհանուր քաշը մոտ 40 կիլոգրամ էր։ Նորատուսցի տղամարդն ու ավտոմեքենան տեղափոխվել են համայնքային ոստիկանության Սևանի բաժին։ Ապօրինի որսած ձկան քողարկված տեղափոխման մի դեպք էլ ջրային պարեկները բացահայտել են հունվարի 28-ի գիշերը։ Ժամը 3-ի սահմաններում Ծովագյուղ շորժավ Արտենիս ճանապարհի 11-րդ կիլոմետրին նրանք կանգնեցրել են գազ մակնիշի մի քարշակ, որը տեղափոխում էր Opel մակնիշի ավտոմեքենա։ Ստուգման Opel-ի սրահում հայտնաբերվել է 230 կիլոգրամ սիգ։ Ծովագյուղի բնակիչ 42-ամյա ուղևորը հայտնել է, թե ձկները գնել է Մեծ Մասրիկի մոտակայքում։ Այս դեպքից մոտ 1.5 ժամ անց ջրային պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին երթևեկության հանդիպակաց գոտիում նկատել են կայանված Hyundai եւ Opel մակնիշի մեքենաներ։ Մինչ պարեկները հետադարձ կատարելով կմոտենային, մեքենաները հեռացել են թողնելով սիգով լցված արկղեր։ Ձկների ընդհանուր քաշը 120 կիլոգրամ էր։ Այս ընթացքում ապօրինի որսած սիգ է հայտնաբերվել նաև հանրապետության քաղաքներում։ Հունվարի 28-ի գիշերը Հրազդան քաղաքում հին շուկայի տարածքում կոտայքի պարեկները կանգնեցրել են Opel մակնիշի ավտոմեքենա։ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 31-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է 462 հատ ընդհանուր 182 կիլոգրամ քաշով սիգ։ Նա հայտնել է, թե ձկները գնել է Չկալովկա գյուղի մոտ անծանոթ անձից։ Իսկ հունվարի 29-ին սիգի վաճառքի վերաբերյալ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ սիգ է վաճառվում մայրաքաղաքի Ավան թաղամասում։ Մեկնել են համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ, հայտնաբերվել է ձկներով 3 արկղ, 135 հատ սիգը կշռում էր 48 կիլոգրամ։ Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։